Սիրելի կուսակցական ընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Վերջին շրջանում տարբեր բրիֆինգներում լրագրողները անընդհատ խոսում են Գյումրի 2, Գյումրի 2 եւ քանի որ մենք Գյումրիում ենք, ուզում եմ այդ հարցին ես անդրադառնամ եւ հստակ արձանագրել, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Ընդ որում մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն։ 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ հոգեբանական եւ մտածողության հեղափոխություն։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ Հայաստանի ժողովրդին յոլա գնալու գոյատևման քաղաքականության ցիկլից դուրսաբերելու եւ դուրսաբերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռեսերի վրա դնելու։ Բայց նաեւ Գյումրիում լինելու է Գյումրի 1։ Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել։ Եվ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի 1։ Հիմա հաջորդը ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այս ընտրություններում ժողովրդին պետքա ոչ թե պարզապես հաղթանակ Հայաստանի Հանրապետությանը եւ մեր ժողովրդին պետքա որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Մեր նշաձողը 65%-ն է այս ընտրություններում, բայց շատ մի հատ կարևոր արձանագրում ենք արել։ Շատ լավ է որ եւ ժողովուրդը մեզ տալիս է այդ վստահությունը, բայց մենք երբեք ոչ մի վարքյան չպետքա մեր զգոնությունը թուլացնենք եւ մեծացելով ես նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև մեր ընտրողներին, մեր ժողովրդին։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն եւ այդ հեղափոխությունը անելու որոշում պետք է կայացնի մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը եթերում որ հետևում ես մեզ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդպես 1000, 10000, 50000, 100000, 500,000, մի միլիոն մարդ պիտի գնահատական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի պետությանը եւ տեր կանգնի մեր նահատակների զոհություններին, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։